Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորի մասին նախ համարոտ։ Պաշտպանության նախարարը խախտում է օրենքն ու սահմանադրությունը, մասնագիտական դաշտ նահազանգ է հնչեցնում։ Հայ եկեղեցու դեմ պայքարի ծավալներն ընդլայնվում են, զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Գերիներ, էթնիկ զտում Արցախում և օկուպացված սուվերեն տարածքներ, Արման Թաթոյանը դիմել է ԱՄՆ փոխնախագահին։ ԵԽԽՎ-ում Հայաստանն այլևս պահանջատեր չէ, ինչպես և ինչու է փոխվել պաշտոնական Երևանի խոսույթը միջազգային հարթակներում։ Ռազմատեխնիկական գործակցություններ, ռուսական արտադրանքի արտահանում, ինչ է հայտարարել Ռուսաստանի Դաշնության նախագահը ռազմատեխնիկական գործակցության հանձնաժողովի նիստում։ Հանրությունն ու փորձագիտական դաշտը շարունակում է քննարկել պաշտպանության նախարարի աղմկահարույց որոշումը, վերհանել ռիսկերն ու օրենսդրական խախտումները։ Խոսքը 20 տարուց ավելի հոգևոր ծառայություն մատուցած զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը լուծարելու Պապիկյանի որոշման մասին է։ Իրավաբանները պնդում են, որ այս որոշումով խախտվում է օրենքն ու սահմանադրությունը, իսկ ռազմական փորձագետները հիշեցնում, թե ինչ առաքելություն ուներ հոգևոր առաջնորդությունը զինված ուժերում և ինչի կհանգեցնի դրա լուծարումը։ Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը խախտում է օրենքը։ Ըստ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի 10-րդ հոդվածի Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ զորամասերում։ Հոգևոր ծառայությունը լուծարվում է ամենայն հայոց կաթողիկոսի օրհնագրով և Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով։ Նախարարը միանձնյա չէր կարող լուծարել այդ ծառայությունը։ Այս գործընթացի առիթը հանդիսացել է այն, որ գնդերեցները հրաժարվել են պաշտպանության նախարարության պահանջով միանալ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական ծրագրին։ Բանակի ղեկավարությունը փոխանակ ամեն ինչ անի, որ ունենանք իրական քրիստոնյա զինվորականներ, անում է ուղիղ հակառակը։ Ինքն էլ է միջամտում եկեղեցու ներքին գործերին։ Հավատացեք, եկեղեցահալած այս քաղաքականության հաշիվը վճարելու ենք ամբողջ ազգով և մեծ ու ծանր գին ենք վճարելու։ Զինված ուժերում հոգևոր առաջնորդությունն ուներ հստակ անելիք, զինվորականներին հաղորդակից դարձնել Քրիստոսի ավետարանին և քրիստոնեական հավատի սկզբունքներին, նրանց դաստիարակել քրիստոնեական բարոյական սկզբունքներով և ազգային հայրենասիրական ոգով։ Զինված ուժերի հոգևոր ծառայության մեջ ներգրավված են եղել 42 հոգևորական, որոնցից 8-ը ժամկետային զինծառայող սարկավակի կարգավիճակով, իսկ 34-ը կամավոր մայրաթոռի նշանակած հոգևորականներ, այդ թվում 1 վարդապետ, 16 քահանա և 17 սարկավակ։ Իսկ ինչպես է ազդելու այս ինստիտուտի լուծարումը մեր բանակի մարտունակության վրա, ռազմական փորձագետն է մեկնաբանել։ Քաղաքական հաշվարկի և նեղ անձնական շահերից ու քինախնդրությունից ելնելով, բանակում այս ինստիտուտի կազմաքանդումը մեծ վնաս է հասցնելու զորքերում առկա մթնոլորտին, մարդկային փոխհարաբերություններին և ըստ այդմ մարտունակությանը։ Քիչ չեն մարդիկ, որոնք ձգտում են պատմություն մտնել։ Ոմանք այդ նպատակին հասնում են, սակայն այլ է խնդիրը՝ հերոսի, թե հակահերոսի կարգավիճակով։ Փաշինյանն այդ ընտրությունը վաղուց էր կատարել, սակայն նա չի պատրաստվում հակահերոսի խարանը միայնակ կրել։ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարի ծավալներն ընդլայնվեցին, համոզված է Գեղամ Մանուկյանը։ Սուրեն Պապիկյանի հրամանով չեղյալ է հայտարարվել դեռ 2000 թվականից ուժի մեջ մտած պաշտպանության նախարարի հրամանը, որով կանոնակարգվում էր զինված ուժերում հոգևոր ծառայության գնդերեցների գործունեությունը։ Փետրվարի 1-ից այլևս մեր զինված ուժերում չի լինելու հոգևոր ծառայությունը, հոգևոր առաջնորդությունը, հոգևոր առաջնորդի ինստիտուտը վերանում է։ Իսկ բոլորը պետք է դառնան ուղղակի զինվորականներ։ Գնդերեցները պետք է դառնան զինվորականներ։ Գնդերեցներ, որ 1997 թվականի հանգուցյալ Գարեգին Վեհափառի եւ Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ անցնող բոլոր տարիներին ծառայել են մեր զինված ուժերում, եղել են մեր զինվորի կողքին։ Դատարանը երկարաձգել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի եղբոր Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով, գործընկերոջս հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նա որոշումը որակել է անհիմն, Ներսիսյանին մեղադրում են վաղարշապատում նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու համար։
Խայտարակ քրեական գործ վեհափառ Հայրապետի եւ Գերագույն հոգեվոր խորհրդի անդամների դեմ փաստաբան Ռուբեն Մելիքյանն այսպես է բնորոշել հայ առաքելական եկեղեցու դեմ հարուցված քրեական գործը։ Նրա կարծիքով իրական նպատակն է արգելել կաթողիկոսին դուրս գալ Հայաստանից եւ խափանել փետրվարի 16-ին Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսատ ժողովը։ Թեմայի հետքերով գնացել է Անիա Բաղյանը։ Քրեական վարույթ է նախաձեռնվել Մայրաթորի դեմ։ Քննչականի հաղորդագրության համաձայն վարույթը վերաբերում է դատարանի որոշումը չկատարելու եւ դրա չկատարմանը դրդելու փաստին։ Փաստաբանները պնդում են, որ դատարանը խառնվում է եկեղեցական կանոնադրությանը, կայացնում որոշում, որն իր տիրույթում չէ։ Ռուբեն Մելիքյանի խոսքով նախաձեռնված վարույթը վեհափառի եւ այն եպիսկոպոսների դեմ է, որոնք մասնակցել են Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի կարգալույց հռչակելու որոշմանը։ Կարճ ասած, սրա խայտարակ իրավականությունը, հակասահմանադրականությունը նրանում է, որ սա հերթական միջամտությունն է եկեղեցու գործերին։ Այս անգամ արդեն մի ակտի հետ կապված, որը բացարձակ հոգևոր նշանակություն։ Քրեական վարույթը նախաձեռնված է այնպիսի հոդվածներով, որոնք դասվում են ոչ ծանր հանցանքների շարքին։ Ընդհանուր իրավական սկզբունքներից մեկի համաձայն, առաջին անգամ նման արարք կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման, այսինքն վեհափառին եւ եպիսկոպոսներին այդ վտանգը չի սպառնում, բայց այստեղ մեկ այլ ուղերձ կա, ասում է Մելիքյանը։ Ամեն ինչ արվում է, որ խափանվի ամենայն հայոց կաթողիկոսի բացարձակ իրավաչափ տնօրինությամբ նշանակված եպիսկոպոսատ ժողովը Ավստրիայում։ Այո, միանշանակ է դա։ Դա միանշանակից էլ միանշանակ է, այլ պատճառ այստեղ ես ուղղակի չեմ տեսնում։ Ինչպես են խոչընդոտելու, փաստաբանը կարծում է, քրեական հետապնդում է հայտարարելու դատախազությունը, որից հետո Մայրաթոռում խուզարկություններ կիրականացնեն։ Եվ որպես գործի շարունակություն, դատարանը կորոշի երկրից բացակայելու արգելք տալ վեհափառին ու եպիսկոպոսներին։ Այդ արգելքի հետևանքով եպիսկոպոսատ ժողովը հնարավոր է չկայանա, նշում է Մելիքյանը։ Տերտիրատուր Քահանա Սարդարյանի խոսքով, եպիսկոպոսական նշանակման գործընթացի նկատմամբ դատական միջամտությունը, այդ որոշման հարկադիր կատարումն ինչպես այժմ նաև եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդման նախաձեռնությունը չեն կարող ընկալվել որպես իրավունքի չեզոք կիրառություն։ Խոսքը վերաբերում է մեր եկեղեցու սահմանադրությամբ երաշխավորված ինքնավարության նկատմամբ համակարգային հարձակման մասին։ Պետությունը անտեսում է եկեղեցու օրենսդրորեն ամրագրված ինքնակառավարման իրավունքը, չի հարգում պետություն եկեղեցի հարաբերությունների համար սահմանված հատուկ իրավական պաշտպանական շրջանակը եւ խախտում է պետության եւ եկեղեցու տարանջատման սկզբունքը, միջամտելով զուտ ներքին հոգեվոր բնույթի հարցերին։ Ասացին գրավոր հարցում ուղարկեք։ Մայրաթոռի տեղեկատվական կենտրոնից օրեր առաջ հայտնել էին, որ հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսատ ժողովը Ավստրիայում է անցկացվելու փետրվարի 16-ից 19-ին։ Այս որոշմանը դեմ էին արտահայտվել եպիսկոպոսները, որոնք միացել էին Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված եկեղեցու բարենորոգման ծրագրին։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Գերիների վերադարձ, Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիա եւ էթնիկ զտում ու բռնի տեղահանություն Արցախում։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը դիմել է ԱՄՆ փոխնախագահին։ Հայաստան նախատեսված նրա այցի առիթով։ Թաթոյանը համոզված է, որ Վենսի այցը Ադրբեջան հնարավոր է դրական առաջխաղացում լինի Բաքվում գտնվող մեր հայրենակիցների վերադարձի հարցում, Ադրբեջանին ստիպի դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից եւ վերականգնել բռնի տեղահանված 100,000-ից ավելի քրիստոնյա հայերի վերադարձի իրավունքը։ Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիներին եւ պատանդներին խոշտանգում են։ Նրանք քրիստոնյաներ են, որոնց միակ հանցանքը նրանց հավատն ու ազգային ծագումն է։ Ադրբեջանը 2021 թվականից նաեւ օկուպացրել է Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք, որի պատճառով մեր սահմանային բնակչությունը մշտական անհանգստության մեջ է, իսկ անվտանգությունը խաթարված։ Մեր թիմն ունի նաև ապացույցներ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի իրականացրած էթնիկ զտումների վերաբերյալ, որի պատճառով ընդամենը մի քանի օրում իրենց դարավոր հայրենիքից բռնի տեղահանվեց 120,000 մարդ։ Գերիների վերադարձի, Հայաստանի սուվերեն տարածքից Ադրբեջանին դուրս հանելու եւ արցախցիների վերադարձի իրավունքը իրականացնելու հարցերով զբաղվում են առանձին կառույցներ, սփյուռքի կազմակերպություններ ու ընդդիմադիր գործիչներ։ Պաշտոնական Երևանը լուռ է, ինչպես միջազգային կառույցները։ Սակայն փորձագետներն առաջարկում են հարցը մակերեսային չդիտարկել։ Գուցե միջազգային հանրությունը լուռ է, որովհետեւ պաշտոնական Երևանն առնվազն չի խոսում այն խնդիրների մասին, որոնք կան։ Փոխարենը Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը խոսում
խոսում է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման մասին։ Տարիների ընթացքում Հայաստանը փոխել է խոսույթը միջազգային հարթակներում, ինչում Սեդամակարյանն է փորձել պարզել։ Հայաստանի իշխանափոխությունից հետո փոխվել է ոչ միայն ներքին քաղաքական լեզուն, այլև արտաքին դիվանագիտական խոսույթը։ Դա հատկապես տեսանելի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից։ Տարիներ շարունակ այդ ամբիոնը հայկական պատվիրակության համար եղել է պայքարի, իրավունքների պաշտպանության եւ Ադրբեջանի պատասխանատվության հարցը բարձրացնելու հարթակ։ Այսօր նույն ամբիոնից այլ լեզու է հնչում։ Հայկական պատվիրակության ներկայացուցիչները գրեթե չեն խոսում Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մասին։ Փոխարեն ավելի հաճախ խոսվում է հայ-ադրբեջանական, այսպես կոչված կարգավորվող հարաբերությունների մասին։ Վերջին մի քանի տարիներին, մասնավորապես 44-օրյա պատերազմ կրած պարտությունից հետո, երբ հանկարծ պարզվեց, որ Արցախի հարցը թոք էր Հայաստանի Հանրապետության վզին եւ դրանից պետք էր հրաժարվել, կտրել այդ թոկը եւ այդ հարցում Նիկոլ Փաշինյանին օգնեց Ալիևը եւ Էրդողանը, իհարկե այս իշխանությունների խոսույթը փոխվեց եւ հիմա մենք տեսնում ենք, որ տարբեր միջազգային հարթակներում, լինի դա ԵԽԽՎ, լինի դա Դավոս, լինի դա այլ միջազգային հարթակ, այս իշխանությունները սազնարած Իլհամ Ալիև են գովում։ Խաչատրյանը հիշեցնում է, եթե նախկինում շեշտադրումը դրվում էր իրավունքների, պատասխանատվության եւ միջազգային իրավունքի պահանջի վրա, ապա այսօր գերակշռում է զգուշավոր, երբեմն նաեւ խուսափողական լեզուն։ Արցախի ինքնորոշման իրավունքը, որը տարիներ շարունակ հնչում էր որպես հիմնարար սկզբունք, փաստացի դուրս է եկել պաշտոնական խոսքից։ Եվրոպայի խորհրդի պես հայտնի միջազգային կառույց, որտեղ հնարավորություն կա ազգային ինքնությունը առաջ տանելու, շահերը առաջ տանելու, պետության անվտանգության եւ կայունության երաշխիքներ փնտրելու, այնտեղ մենք փնտրում ենք, շատ ճիշտ ասեցիք, այո, ներքին թշնամիներ, բայց ով է փնտրում այդ թշնամուն։ Փնտրում է Օմեգան։ Փոխվել է նաև խոսույթի տրամաբանությունը, եթե նախկինում Հայաստանը ԵԽԽՎ ամբիոնից պահանջում էր քաղաքական ու իրավական գնահատականներ, ապա այժմ փորձում է խուսափել սուր ձևակերպումներից, այսպես կոչված խաղաղության օրակարգը չվնասելու համար։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակության մեծամասնության մասին է խոսքը, քաղաքացիական պայմանագրի վարքագիծ եւ ընդհանրապես խոսույթը ամբողջովին արտահայտում է իրենց վարած քաղաքականությունը եւ քաղաքական առաջնահերթությունների փոփոխությունը։ Զրուցակիցներս նկատում են այս փոփոխությունն ունի լուրջ հետևանքներ։ Միջազգային հարթակներում աստիճանաբար լռության է մատնվում այն օրակարգը, որը տարիներ շարունակ ձևավորվել էր հայկական դիվանագիտության հետևողական աշխատանքի արդյունքում։ Եվրոպայի խորհուրդը այնպիսին է, ինչպիսին կա, մի քիչ ավելի լավ, մի քիչ ավելի վատ, մի քիչ ավելի քաղաքականացված, մի քիչ ավելի ակնհայտ երկակի ստանդարտներով, այո, այդ ամեն ինչը կա, բայց հիմնական փոփոխությունը տեղի ունեցել այստեղ հայկական իշխանության մեջ, որտեղ չկա հայկական իշխանություն, կան մարդիկ, ովքեր ներկայանում են մեր անունից եւ կներեք, բայց վաճառում մեզ այն չափով եւ այնքան, որքան կարողանում են։ Այս համատեքստում падգամավորները խոսույթի փոփոխությունը դիտարկում են ոչ թե ոճի, այլ քաղաքական ընտրություն, երկարաժամկետ հետևանքներով Հայաստանի միջազգային դիրքերի համար։ Հատկանշական է նաև ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունը, թե ԵԽԽՎ-ն ընդունել է իր առաջարկած բանաձևը հայ հոգևորականների վերաբերյալ։ Խաչատրյանի գնահատմամբ, իրականում ԵԽԽՎ-ն դիվանագիտական ապտակ է հասցրել Հայաստանի իշխանությանը։ Սա խիստ քննադատություն էր, դիվանագիտական ապտակ էր Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որովհետև մարդիկ նշում են, ահազանգում են Հայաստանում տիրող անհանդուրժողականության մթնոլորտի մասին։ Նախկինում ԵԽԽՎ-ում մեկ դեպք է եղել, երբ հայկական պատվիրակության ներկայացուցիչների խոսույթը հակասել է իրար։ Զարուհի Փոստանջյանն էր հարց ուղղել երրորդ նախագահին, որը Հայաստանում արժանացավ բոլոր քաղաքական ուժերի քննադատությանը։ Մյուս բոլոր նստաշրջանների ժամանակ ըստ падգամավորների հայկական պատվիրակությունը խոսել է հայկական շահի մասին եւ ոչ թե ոտնահարել դրանք։ Սեդամակարյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ռուսաստանը պատրաստ է ուսումնասիրել TRIP նախագծի միանալու հնարավոր տարբերակները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով Մոսկվան դիտարկում է Երևանի բոլոր հարցումները, այդ հարցումներն օպերատիվ մշակում են Ռուսաստանի Դաշնության համապատասխան գերատեսչությունները։ Թրամփի երթուղու վերաբերյալ մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը ուսումնասիրելու այս նախագծին միանալու հնարավոր տարբերակները։ Առաջին հերթին անհրաժեշտ է ծանոթանալ այս նախաձեռնության իրականացման եւ
գործունեության մանրամասներին, որքան հասկանում ենք, այն գտնվում է իր վաղ փուլում։ Մեր առաջարկը Երևանին, որը նախատեսում է խորհրդակցություններ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, մնում է ուժի մեջ, ասել է Զախարովան։ Ռուսաստանը 14 երկրների հետ իրականացնում է ավելի քան 340 ռազմատեխնիկական գործակցության նախագծեր, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ այս հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստի ընթացքում։ Պուտինի խոսքով, չնայած արևմուտքի ճնշմանը, ռուսական արտադրանքը արտահանել են ավելի քան 30 երկիր, որի եկամուտը գերազանցել է $15 միլիարդ։ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի գործընկերների հետ ռազմատեխնիկական գործակցության զարգացումը կմնա առաջնահերթություն, ասել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարը։ Ֆրանսիայի վարչապետը հայտնել է 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին, շրջանցելով հարցի վերաբերյալ խորհրդարանի քվեարկությունը։ Ֆրանսիային բյուջե է պետք, ուստի ես սահմանադրության 49.3 հոդվածը գործածում եմ 2026 թվականի բյուջեի մասին օրենքը ուժի մեջ դնելու համար, ասել է նա։ Միջազգային լուրերը Անի Աբաղյանն է հավաքագրել։ Մեր անցյալի փորձը մշտապես ցույց է տվել, որ Միացյալ Նահանգները երբեք բարեխիղճ չի գործել։ Այնուամենայնիվ, մենք կողմ ենք բանակցային գործընթացին, որը կլինի օրինական, ռացիոնալ, արդար, ազնիվ եւ մեր օրինական իրավունքները հարգող, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր թուրք գործընկեր Հական Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Քննարկել են Թուրքիայի եւ Իրանի հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանում ռազմական լարվածությունը։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպման ամսաթիվը կարող է փոխվել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, լրագրողներին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Փետրվարի 1-ին Աբու Դաբիում կայանալիք հանդիպումը կարող է հետաձգվել, որովհետև մեր կարծիքով ինչ-որ բան է կատարվում Ամերիկայի եւ Իրանի հետ, եւ այս բաները հավանաբար կարող են ազդել ամսաթվի վրա, նշել է Ուկրաինայի նախագահը։ Իրանը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի Օմանի ծոցում եւ Հնդկական օվկիանոսում։ Այս զորավարժությունները ծովային անվտանգության գոտի շարքի մասին են, որը կենտրոնանում է 3 երկրների միջև ռազմածովային համագործակցության վրա։ Հայտարարությունը հնչում է տարածաշրջանային լարվածության, ինչպես նաև փետրվարի 1-ից 2-ը Հորմուզի նեղուցում Իրանի առանձին զորավարժությունների ֆոնին։ Անի Աբաղյան, Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Եվ վերջում, այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է։ Եկեղեցական այս տոնը շարժական է, նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ։ Ավանդության համաձայն երիտասարդները տոնի նախօրեին հունվարի 30-ին ամբողջ օրը ջուր չեն խմում, իսկ քնելուց առաջ ուտում են աղի բլիթը։ Ըստ ավանդության, երիտասարդ աղջիկը կամ տղան աղի բլիթն ուտելուց հետո երազում տեսնում է իր ապագա ամուսնուն կամ կնոջը։ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի եւ սիրահարների բարեխոսը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամ 18-ին, կհանդիպենք առայժմ։